աղջիկ այդքան չի ուտի, աղջի հերիք ա ուտես։ Ասեք, որ այսպեսի արտահայտություններ գոնե մի անգամ լսել եք, ես էլ եմ լսել ու նաև տեսել եմ, թե դրանից հետո ինչ ա տեղի ունենում։ Մորքուր երեխուն ասում աղջի հերիք ա ուտես, հետո կատակով ավելացնում ա, չաղանաս, իսկ չաղերին ոչ մեկ չի սիրում։ Ուզում հասկանամ այդ սիտուացիայում մաման ոնց է արձագանքում, բայց մաման ձայն չի հանում, որտեվ խիստ զբաղված են ընտանիքով, փոքրիկ տղային կերակրելով ու բառի բուն իմաստով ստիպում են, որ այդ երեխան ուտի սեղանի վրա հնարավոր անառողջ ուտելիքներով։ Սա բացառիկ օրինակ չի, սա դասական ու շատ հաճախ հանդիպող երևույթ է։ Իհարկե մենք պետք է վերահսկենք թե մեր թե երեխայի սնունդը ու հիմա կասեմ թե ինչպես է տարբերակներից մեկը, բայց մինչ այդ եկեք ընդունենք, որ վերահսկել չի նշանակում ստեղծել կարծրատիպեր, որովհետև այդ դեպքում հավանականությունը բավականին մեծ է, որ երեխայի մոտ կստեղծվի սնման վարքի խանգարում, այլ փորձենք երեխայի մոտ ձևավորել առհասարակ գիտակցված վերաբերմունք սնվելու հանդեպ։ Իմ նշած իրավիճակում խոսքը ուտելիքի մասին չէր, խոսքը աղջիկ երեխայի մասին էր, ով սովորեց, որ ուտելը ամոթ է, իսկ իր մարմինը քննարկման թեմա։ Մի կողմից շատ հաճախ աղջիկներին վախեցնում են ուտելիքով, մյուս կողմից տղաներին շատ հաճախ գեշ սնում են, այսինքն այս երկուսն էլ խնդրահարույց բաներ են։ Առհասարակ ինչ գիտենք մենք մթերքի մասին, որը գնում ենք թե մեր թե երեխաների համար։ Գիտեք, որ Հայաստանում կա իմարք հավելված, դուք կարող եք վայրկյանների ընթացքում ինքնուրույն եւ արագ պարզել ձեր գնած սնունդի մասին հնարավոր հասանելի ողջ ինֆորմացիան։ Իմարք հավելվածի օգնությամբ սպառողը կարող է սկանավորել ապրանքի վրա գտնվող data matrix ծածկագիրը եւ ստանալ ամբողջական տեղեկատվություն ապրանքի մասին։ Ով է արտադրողը, երբ եւ որտեղ է արտադրվել ապրանքը, ինչ պարունակություն ունի եւ առհասարակ թույլատրելի է դրա վաճառքը, թե ոչ։ Մենք պետք է որպես սպառող իմանանք մեր իրավունքները եւ անհրաժեշտության դեպքում կիրառենք դրանք։ Ըստ իս ուտելու ճիշտ մշակույթը սկսվում է նաեւ այստեղից։ Շատ ներմուծողներ ներառում են նաեւ հայաֆիկացման ամբողջ տեղեկատվությունը հենց data matrix ծածկագրում։ Իմարք համակարգը ստեղծված է, որ սպառողը լինի տեղեկացված, գնումը գիտակցված, իսկ շուկայում նվազեն ժամկետնանց ու կեղծ ապրանքների շրջանառությունը։ Եվ որ երեխաներին սովորեցնենք ոչ թե վախենալ ուտելիքից, այլ հասկանալ, թե ինչ են ուտում։